Պարոն Թևանյան, ձեր ազատ տեղաշարժը հիմա ապահովված է, չէ՞, դուք այս պահին ազատ եք։ Ոչ մի կարգավիճակ չունեմ։ Հիմա չենք ապել քննչական կոմիտեից արձեից, խորհրդան չեն, Ու քննչական կոմիտեից կային ներկայացուցիչներ, բայց կարգավիճակի հարցը տուն, մեր տունն են ուզում խուզարկել։ Նոր են խուզարկել։ Ենթադրաբար, այո։ Մեր ազատ տեղաշարժի իրավունք ունեք, չէ՞ կարող առանց իրավապահների գնալ։ Չգիտեմ, իրանք ասենք, իրանք մի վարքան հեսա կավարտենք, ես կարգավիճակ Թե հիմա միծինգով կարող են գնալ, ճիշտ ասած։ Ինձ առաջարկում են, որ պետք է տեղափոխել, չէ, մոտ է։ Դուք կարող եք Այո, բայց իմ համար անհասկանալի է։ Մեկ եկեք քայլելով գնանք կարող ենք գնալ, եթե հարցեր կա, այս անհեթեթությունը, ուրեմն ես հիմա նորից ուզում եմ հայտարարել, Նիկոլ Փաշինյան, դու իմ կլիենտն ես, ուրեմն դու ես ներկայացրել եմ, թե ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել, եւ ես դա քեզ չեմ ներելու, այս ինչ որ դու անում ես եւ այն պիտակավորումը, որ կպցնում ես, դա քեզ չի ներվելու, որովհետեւ մեղադրել ինձ նման հանցագործության մեջ դա չի ստացվելու քո մոտ, բայց մենք քեզ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնել ենք, շատ առարկայական, ոնց հանձնեցիր Արցախը, ինչի դիմաց հանձնեցիր, իհարկե բաներ կա, դետալները դու ինքդ կպատմես հետագայում, եթե իհարկե ճողոպրած չլինես, մինչև այդ, ինչպես ես հանձնել Հայաստանի տարածքները, ինչպես ես այսպես կոչված սահմանագծում սահմանազատում իրականացրել, ներողություն, ես բրիֆինգի եմ Մեկ րոպե ես ձեզ բան ասեմ, ես մի հուշում անեմ, չէ, մեկ րոպեի հետ կապված, ներեցեք, ես տեղեկացա, որ ձեր տունը հիմա խուզարկում են, ինչ եք անում ընդեղ, չէ, հիմա ձեր խնդիրը, ներեցեք, ձեր խնդիրը, որ միասին որն է, ինքը կգա, բայց ձեր մեքենավ չի գա, բայց մի րոպե, ես նա բան ասեմ, մենք պայմանավորվել ենք, որ առանց ներեցեք, դուք իրավունք չունեք սահմանափակեք նրա մենք պայմանավորվել ենք, որ առանց ինձ խուզարկություն չի լինելու մեր տանը։ Ով ախնագարում դուք սկսել եք ձեր, ներեցեք դուք ձեր մենք չենք կարող համազգեստությունը չեք սկսել, չէ, չնստեք մեքենան, մի վարքան, ես հիմա ոտքով մեկ կողքի շենքում ենք, եկեք բան չանենք տնենք, նորմալ դուք ձեր աշխատանք իրանք հիմա ուզում են, այսինքն մեքենան նստացեն, մենք ոտքով շարժվենք, ինչ խնդիր իրենց խնդիրը դա է, զրկել ազատությունից, իրենց նպատակը դա է, ուղեկցելու խնդիր չկա, չէ, այս պայն իմաստ չկա, իրենց խնդիրը ազատությունից զրկելն է, այս կողքի շենքը մենք կտեղափոխենք, ինչ ոտքով կգնանք, մի րոպե ուր տանեք, Ոչ մի խնդիր չկա, խնդրում եմ նստեք մեքենան։ հա բայց բայց չնստեք, ներեցեք դուք ով եք, որ ուզում եք, որ նստեն ձեր մեքենան, դուք ով եք, որ քաղաքացուն ասում եք նստեք մեր մեքենան, ներեցեք դուք ով եք, որը պահանջում եք, դուք ով եք, որ պահանջում եք, քննչական տղեկին ասեցի, որ մենք իրար հետ քայլելով կգնանք, սա կողքի շենքն է, եկեք լարվածություն ավելնոր չառաջացնենք, մանավանդ լրագրողներին ես պետք է ժամը 12-ին բրիֆինգ տալ։ Հիմա բրիֆինգով կշարունակենք մեր ընթացքը։ Դուք գնացեք բակ տեղը, գիտեք, ենթադրում եմ։ Միած նկարեք ես մեքենան եւ այս անձած ովքեր որ ուզում են ուղղորդել պարոն Թևանյանին այս մեքենայի մեջ։ հատելի աշխատանք, ինչ եք ասում, ձեզ հետ եթե հասկանամ ինչ ստանել է, էլի ինչ հիմքով է, որ դուք ուզում եք անպայման ինձ մեքենայով ուղեկցել։ Ո՞րն է հիմքը։ Ներեցեք, դուք ինչի եք հպվում պարոն Թևանյանին։ Դուք ինչ իրավունքով եք կպնում պարոն Թևանյանին։ Որն է խնդիրը, որ դուք ուզում եք, որ մեքենայով տեղափոխվեք։ Դե քննիչները պայմանավորեցին, որ պարոն քննիչ, ինքը համաձայն է ոտքով գնալու, ոչ մի խնդիր չկա։ Այսինքն ես այդ ինչ մի խնդիր ունեմ, որ պետքա ոտքով չտեղաշարժվեմ։ Ի վերջո դուք խուզարկությունը կարող եք իրականացնել առանց պարոն Թևանյանի։
Չէ, բայց հիմա տանը մեր խոզարկությունը։ Այո, սկսել էին։ Մեքենան։ Բայց առանց ինչի են Խոսած էլի քննչական գործողություն են կատարում։ Հա, բայց Հիմա մենք- սենց չի լինի, բայց քայլելով մենք գնենք։ Հիմա մեքենան բայց մի նստեք վարքան գնում մենք պայմանավորվեցինք, Հա, որ գնալու առանց ենք, իմ արդեն ներկայության, քննչական գործողություն են առանց իմ ներկայության Նշան նստեք խոզարկություն Ով է ասել, որ դուք իրավունք ունեք ձեզ չեմ տալու։ Դիմեք մեր լրատվական ծառայություն տվեք։ Մեր քննչական գործողությանը մի խոչընդոտ։ Այսինքն դուք ինչ քնչական գործողություն եք խոչընդոտեք։ Հիմա Սկսել եք ձեր անելու եք, որտեղ ինչ, ուր է ձեր քնչական գործողության հիմքը։ առանց իմ Պարոն ներկայության Թևանյան, ձեզ որոշում չեմ տվել, որ ինչ քնչական, մենք քնչական գործողությունը ձեր աշխատակ սենյակում եւ աշխատանքային թողեք դուրս գամ էլի ես։ ավարտել ենք քնչական խոզարկություն մեր տանը, բայց հիմա փաստորեն իմ բացակայությամբ մեր տանը խոզարկություն եւ նաեւ որոշում չկա։ Այսինքն այս քնչական գործողությունը Ես չգիտեմ, կարող ջարդե դուրը մտել, ես չգիտեմ, տեղյակ չեմ։ որի որոշման Ինձ համար անհասկա, մենք պայմանավորվել ենք, որ առանց ինձ մեքենան ուզում են պարոն Թևանյանին առևանգել։ ուղղությամբ տանեք։ Այո, բայց չի բացառվում։ Այո, չէ։ Կարող քայլել գնալ Ես չգիտեմ իրանցից հարցրեք։ կարգավիճակ։ Ես իրանցից հարցրի։ Ոչ մի կարգավիճակ չունի։ Աշխատանքից ձեզ քնչական Չունեն։ Ես խնդրում եմ պարզաբանումները դուք լրագրողների ներկայացրեք։ Ես բարձաբաններ Բայց ինչի եք պահանջ ներկայացնում։ Ինչ եք խնդրում։ Դուք ով եք որ խնդրեք։ Հասկացա, բայց Ներեցեք, ուզում դուք ով եք որ տարբերությունը խնդրեք։ ուզում եմ հասկանամ, Սա հարցերը քնի չէ։ ոտքով մենք արդեն հասած կլինեինք։ Մեքենա խնդրում եմ։ Քանի մետր է այստեղից։ 50 մետրը մենք ավելի շուտ կհասնենք, քան ձեր մեքենայով։ Թույլ տվեք անցնենք գնանք գործողություն։ Խնդրում եմ, մի խոչընդոտեք քնչական գործողությանը։ Թույլ տվեք ոտքով գնանք։ Ոտքով տեղափոխվենք, ինչ խնդիր կա։ 50 մետր է այստեղից։ Թույլ տվեք, որ մենք մասնակցենք քնչական գործողությանը։ Մեզ մի խոչընդոտեք մեր տեղաշարժվելու իրավունքը։ Ձեր տեղաշարժման իրավունքը Հիմա այս պահին այս դիմակավոր մարդը խոչընդոտում է։ Ցանկանում եք ձեր բնակարանի խոզարկությանը նույնպես ներկա գտնվել։ Ոչ թե նույնպես էլ ասացի, որ առանց ինձ իմ բնակարանը չխոզարկեք։ Դրա համար էլ սպասում ենք Դե գնացինք 50 մետր է Ինձ այստեղից։ տեղեկացնում եմ, որ մեր տանը արդեն խոզարկություն է կատարվում։ Ձեր տանը խոզարկություն չեն կատարում, քանի որ դուք պետք է մոտենաք, որ ձեր Դե թույլ տվեք գնանք այնտեղ, տեսնենք ինչ է կատարվում։ Այսինքն Բայց ինչի մեքենան դուք ինչ եք մեզ ապօրինի պահանջ ներկայացնում ձեր մեքենան նստելու։ Մենք իրավունք ունենք ազատորեն տեղաշարժվելու։ Թույլ տվեք մենք գնանք։ Մարդիկ մտել են մեր տուն։ ձեր տունը կա մտել։ Չէ։ Այսինքն դուրը բացել են ձեր։ Չգիտենք ինչ է կատարվում։ Ինչու՞ մտել գնանք տեղ։ Հասկացա, թույլ տվեք գնանք 50 մետր։ Ներեցեք դուք ինչ եք կպիչ։ Ինչ եք կպիչ։ Առաջարկում եմ Մեքենային եմ։ աշխատակիցների հետ մոտենալ ձեր Բայց ինչի նստեն ձեր մեքենա։ Ես Մի վարքան հիմնավորում ասեք։ Հիմնավորում ասեք ինչն է խանգարում, որ մենք ոտքով գնանք։ 50 մետր Ուզում եք, որ ես մեքենայով տեղափոխվեմ։ Ո՞րն է գործողության տարբերությունը։ հրատապությունը Եկեք ոտքով։ Ուրեմն ես ձեր հետ կարող եմ գրազ գալ, որ մենք դուք կամ մենք միասին ոտքով ավելի շուտ ենք հասնելու մեր տուն, քան մեր մեքենայով։ Վստահեցնում եմ ձեզ։ Այսինքն դուք ոտքով եք ցանկանում Այո, հասկանալի։ Դե գնացեք։ թույլ տվեք գնանք։ Շնորհակալություն։ Դրանք գողներով բանոն գնում են։